անդրադառնամ, մի փոքր անդրադարձանեմ, մի փոքր։ Օրեր առաջ Էդմոն Մարուկյանը ասում էր, որ իրան Ֆրանսիայից զանգել են, տալիս է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը նաև, որ իրան զանգել են Ֆրանսիայից, ասել են, որ այդ impeachment-ի թեման, ինչ որ չեն, մենք ինֆորմացիա ունենք եւ այլն, ինչ որ sense աբսուրդային մտքեր է հայտնում Էդմոն Մարուկյանը, հա, ինչ որ մարդու մասին, ուղղակի որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ես չեմ ուզում օրինակներ բերեմ, թե օրինակ ինձ Մոսկվայից զանգե ինչ են ձեր մասին ասե կամ ասենք Ամերիկայից ինձ ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին, մը բարձրաձայն եմ օրինակ ինձ Ամերիկայից ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին կամ ասենք Մոսկվայից ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին։ Այսինքն ինչ է նշանակում ինձ զանգել է ինչ որ մեկը, բա դուք լուրջ մարդու տպավորություն եք ուզում դες թողեք։ Ասենք ձեր քաղաքական կշիռը մենք չենք անդրադառնում երբեք Էդմոն Մարուկյաններին, ասեմ ինչի համար։ Սա քաղաքական գնահատական է, էլի, ուղղակի որ դուք իմանաք հարգելի հայրենակիցներ։ Մեր երիթևի Դավիթ Մխիթարյանը, մեր Դավուկը, քաղաքականապես ավելի մեծ ռեսուրս ունի, քան Էդմոն Մարուկյանի ամբողջ կուսակցությունը կամ Էդմոն Մարուկյանի քաղաքական կապիտալը։ Եվ ես կարծում եմ, այսքանով ամեն ինչ կարելի է ամփոփել, ուղղակի թող հանգիստ նստեն տեղներ իրանց, խելոք, ոնց որ մենք չենք մոռացել, որ դուք Նիկոլի ծառան եք եղել եւ Նիկոլի հետ ձեր-ձերի հանձնել եք Արցախը, ձեր-ձերի հանձնել եք թուրքերին մեր սուվերեն տարբեր տարածքներ, սկսած նրանից այդ Արցախը, Հայաստանը եւ վերջ եզրույթներից, որ մարդկանց խափում էիք, դուք եղել եք Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Եվ կան էլի մարդիկ քաղաքական դաշտում, ովքեր ծառայել են Նիկոլ Փաշինյանին, նախարար են եղել իր մոտ բան, հիմա տենց հարմարվել են ընդդիմադիր դաշտում, փորձում են ընդդիմադիր խաղալ ու այն կարգավիճակն են փորձում ստեղծեն իրանց մոտ, որ իրանք ազգային քաղաքական գործիչներ են եւ այլն, որ իրանք որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի, իրանք չեն ծառայել իրան, դուք Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիքն եք եղել, հարգելի քաղաքացիներ, մենք ինչպես տեսնում եք, ձեզ չենք թիրախավորում, հիմա այդ ձեր ընտրած ճանապարհն է, ուզեցել եք ինչ որ իշխանությունից օգտվեք, ուզեցել եք դուք մի բան կարողանաք կպցնեք, հիմա կպցրել եք, չեք կպցրել, ոնց որ ասում եմ, մուրը ձեր գլուխը, դուք գիտեք, ինչ ուզում եք արեք, բայց որ սկսում եք խոսալ, մենք արձագանքելու ենք, իսկ արձագանքելու ենք շատ ցավոտ, որովհետև ճշմարտությամբ ենք արձագանքելու, ճշմարտության մեջ դուք նույն ձև կապիտուլյանտ եք, ինչպես Նիկոլ Փաշինյանը, դուք եք այդ կապիտուլյացիայի ուրեմն կիսողները, դուք եք այդ կապիտուլյացիայի սերմանողները եւ կապիտուլյացիայի պատասխանատուները եւ այն մարդիկ, ովքեր խաբել են 2018 թվականին մեր հասարակությանը, ովքեր միտումնավոր խաբել են ժողովրդին հանելով փողոց եւ հետո պաշտոններ են զբաղացրել, պաշտոններ են վերցրել եւ անձնական շահերին են ծառայեցրել այդ պաշտոնները, իրավունք չունեն քաղաքական դաշտում առհասարակ այլևս ունենան ինչ որ խոսք ազգային արժեքների մասին։ Գնացեք խոսեք ձեր արժեքներից։ Եկեք քաղաքական դաշտը Հայաստանի ազատ է, խոսացեք, այնա տեսնում եք Նիկոլ Փաշինյանը ցաղորը խոսում է, չգիտես ինչի մասին։ Իրանք այսօր վախեցած են, ակնհայտ է դա, որովհետև տեսնում են, որ իրանց բզերը իրանց համապատասխան թարս տեղով է մտնում եւ տեսնում են, որ ժողովրդի կողմից չունեն աջակցություն, փորձում են, որ Նիկոլ Փաշինյանի վրա սաղ գցեն, ասեն, որ սաղ Նիկոլն է եղել, բան մենք մեղավոր չենք, այդ տես չի։ Դուք հավասարաչափ Նիկոլի հետ մեղավոր եք, հավասարաչափ պետք է պատասխան տաք օրենքի առաջ եւ մենք ունենք այդ սահմանադրական հնարավորությունները, հետագայում ձեզ ցույց տալու ձեր իրական տեղը, որպեսզի մենք հասկանանք այդ ադրբեջանցիների պայմանավորվածությունների ժամանակ Էդմոն Մարուկյանը ինչ դեսպան էր աշխատում, որպեսզի մենք հասկանանք այդ ինչ գործ ուներ Էդմոն Մարուկյան, Նիկոլ Փաշինյանին է իր ծառայում, ինչ է իր էլի անում։ Այդ սաղ մենք պետք է հասկանանք, հետո դրա մասին հետո հիմա մենք ունենք մի թիրախ, դա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը եւ սահմանադրական ճանապարհը դրա impeachment-ի գործընթացն է։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք եւ խոսում ենք։ Այսօր մենք պետք է կարողանանք միասնականություն ապահովենք, որպեսզի
հրաժարվենք Նիկոլ Փաշինյան